Ռուս-ուկրաինական ճակատում չի պարբվում լարվածությունը, թե այս, թե այն կողմից հարվածներն անընդհատ են։ Ուկրաինայի զինված ուժերից հայտնում են, թե ռուսական բանակի կարիքների համար օգտագործվող հերթական օբյեկտն են թիրախն առել ու հարված հասցրել Ուֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Պատասխան հարվածը Ռուսաստանից չի ուշացել, Մոսկվայի զինված ուժերը զանգվածային գրոհի են անցել, անօդաչու թռչող սարքերն ու բալիստիկ հրթիռները գործի դնելով, նշանակետում բնակելի շենքերը։ Կիև, Խարկով, Խերսոն օդային տագնապի ազդանշանն է իջել այս շրջաններում։ Մերձավոր Արևելքի հարցերով զբաղված Վաշինգտոնը Ուկրաինայի մայրաքաղաքից Մոսկվա առաջարկ է հասցրել դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը։ Ռուսաստանը հրաժարվի այս մարտավարությունից, դարձյալ համարժեք արձագանքի կարժանանա Կիևից, ասել է Զելենսկին, եւ Մոսկվայից հենց ինքը բացասական պատասխան ստացել էներգետիկ հրադադար հաստատելու համար։ Դաշնության դիրքորոշումն անփոփոխ է, հակամարտության այս էջը կշրջեն միայն այն ժամանակ, երբ ուկրաինական ուժերը լքեն Դոնբասը։ Սա իսկապես կնպաստի քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորման գործընթացին։ Դրա համար Զելենսկին պետք է ստանձնի քաղաքական պատասխանատվություն եւ ընդունի համապատասխան որոշումը։ Կարծում եմ, այստեղ վերջնաժամկետ չկա։ Սա պետք է արվի այսօր կամ ավելի լավ է երեկ արվեր։ Հատուկ ռազմական գործողությունները Մոսկվան շարունակելու է այնքան ժամանակ, որքան պետք լինի իրենց բոլոր նպատակներին հասնելու համար, նշել է Կրեմլի խոսնակը։ Եվ հիմա առայժմ պաշտոնական հայտարարությունների մակարդակով հանդարտվում է Մերձավոր Արևելքը, Իրանն ու Միացյալ Նահանգները հրադադարի համաձայնության են գնում, դադարեցնելով իրար թիրախավորող հրթիռային եւ ավիահարվածները, իսկ ըստ փորձագետների այս պատերազմում նաեւ Ռուսաստանն էր կռվում, հերվից գուցե մնալով նաեւ մարտադաշտի անվտանգ գոտում, բայց այստեղ էր իր դաշնակից Իրանի թիկունքին։ Ոչ բացեիպած օժանդակում եւ օգնում է իրանական կողմին, մասնավորապես հետախուզական տվյալներ տրամադրելով, այս մասով անմիջապես չթաթախվելով ռազմական գործողությունների մեջ, բայց այդուհանդերձ դա եւս մեկ ֆրոնտ է, որը Ռուսաստանը մասնակցությունը, այսպես ասած, ապահովում է եւ կենտրոնացած է նաեւ այդ կոնֆլիկտի վրա։ Հետևաբար երկու կոնֆլիկտի մեջ է այս պահին, խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական եւ Մերձավոր Արևելքի, եւ բնականաբար, եթե այս կոնֆլիկտները հանգուցալուծվում են, ապա ամբողջ ուշադրությունը կենտրոնացում է արդեն տեղափոխվում է Հարավային Կովկաս։ Ավելի կոնկրետ, տարածաշրջանից հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ դարձյալ կգրավեն ռուսական ուշադրությունը, մասնավորեցնում է փորձագետը։ Այստեղ այո, շատ լուրջ խնդիրներ են։ Վերջին մոսկովյան այցի շրջանակներում գիտենք, թե խոսակցությունը ինչ ընթացք ունեցավ, ինչից խոսեցին, բավականին սուր խոսակցություն եղավ, որը ընդհանրապես միջպետական հարաբերություններում եւ մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում որպես այդպիսի նախադեպեր եւ արողակարգային չէր, բայց հասկանալի է, որ լարված իրավիճակ է, որովհետեւ երկուստեք հասկանում են, որ բավականին սուր ծայրեր կան, որ պետք է հարտեցվեն կամ հստակեցում մտնի միջպետական հարաբերությունները, նայած թե ինչպիսի դիրքորոշում ու ինչպիսի քաղաքական վարկագիծ է փորձում դրսևորել հիմա Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ուղիղ պայմանավորված է, թե Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովուրդը ում կնախընտրի։ Մեծ պատկերում մասնագետներն ասում են, ձևավորվում է ռեսուրսների եւ ուշադրության վերաբաշխման փուլ, որտեղ տարբեր ճակատներում զարգացումները փոխկապակցված են։ Այս համատեքստում, ըստ փորձագետների, Հարավային Կովկասը կարող է արագ վերադառնալ առաջնահերթությունների շարք, ուժերի նոր բալանսի ձևավորման գործընթացում վերագտնելով զգայունությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։